Օրինակենք ոչ դժվար դասերի ցանկը, հիմա մեր նախագիծը ինչ կառուցվածք ունի եւ արդյոք Namespace-ի տեխնոլոգիան կիրառվում է, այո, կիրառվում է, արդեն տեսել ենք, ինքը open անվան տակ է գալիս։ Ինչ կառուցվածք ունի։ Հիմնականում երկու ֆայլեր ենք մենք տեսնելու։ Մեկը կոչվում է, ուրեմն Q#-ով չի գրվում է CS պրոյեկտի անունն է, մյուսը Q#-ով ֆայլն է։ Շատ դեր ֆայլեր կան, բայց Q#-ով ֆայլում մեր գրում է մուտքային ֆայլը, մուտքային ծրագրային մասը, եւ ինչու C#-ով, որովհետեւ Q#-ը, ընդհանրապես Q#-ը ինքը որևէ պրոյեկտին library-ով միանում է, մենք փորձով ցուցադրելու ենք։ Այսինքն ընդունված կարգ է, եթե դա server ծրագրավորում է, Unity եւ այլն ինչ-որ մի աշխատանքային կարգի մեջ է, ընդունված կարգ է, որ C-ն չմոռանանք, ուղղակի մեծ պրոյեկտի մեջ է մտնում։ Դրա համար project-ը ամեն դեպքում C# է, նու C# S-ով է գրվում, լինելով, ասենք, քվանտային ծրագրավորման փաթեթի մեջ, այս երկուսը։ Պարզ է, եթե մենք ուզենանք տեսնենք, ինչպիսի տեսք ունի, ենթադրենք, project-ը, ուղղակի ինքը տեգերով է գրվում, project-ը բացում փակում, C#-ում է կատարվում, հնարավոր է, ասենք, SDK-ի անունը նշվի, հնարավոր է, որ ինքը output-ը execute-ը, թե execute չի, ենթադրենք DLL կարող է լինի, եթե library է գնում, dynamic link library, որ վերսիան է framework-ում, 9-ը, հիմա 10-ը դուրս եկել արդեն, եւ այլն, այսինքն տեխնոլոգիաներ ինքը իր մեջ պահում է, մենք դա կտեսնենք։ Իսկ QS ֆայլը արդեն քվանտային է, եւ այդ քվանտային ֆայլը ինքը կարող է պահել։ Հաջորդը, որ կցանկանայի ասել, եւ այս երկուսը մենք հիմա կնայենք, ավելի շուտ նայենք, եթե պրոյեկտ ես այստեղ ունեմ, այո, ունեմ։ Տեսեք, program Q# արդեն ինքը կա, դրված է այստեղ է գտնվում, իսկ եթե մենք ցանկանում ենք տեսնել իրեն ընդհանրապես կառուցվածքը, չմոռանանք Open Folder Explorer կա, եւ Open Folder Explorer-ում, ահա դուք տեսեք, program Q# ֆայլը կա, եւ կա QS-ը, իստեղ C#-ի CS-ն է գրված։ Նու էլ եմ ասում, մենք այդպիսի բան անցել ենք, որ Q#-ը մեծ պրոյեկտի մաս պետք է կազմի, կոմբինատորիկ ծրագիրը, ծրագրի կոմբինատորիկ մասը պետք է հանձնվի, ասենք, Q#-ով կամ քվանտային ծրագրավորումով գրած սարքին։ Ահա դրա համար մեծ պրոյեկտի մաս է կազմելու ինքը առանձին իմաստ չունի, որտեղ կլասիկ մասը միշտ մեծ հետ է, ստացվում է, որ project-ի անվան տեսակետից մենք այստեղ տենց խնդիր չունենք։ Եթե ասենք ես ցանկանում եմ սա open with անել որևէ ծրագրային, ասենք notepad-ով, ահա, եւ փորձեմ իրան տեսնել, դուք notepad-ում կտեսնեք ինչ է պրոյեկտում ինքը արդեն նշված է։ Ոչ SDK-ով կլինի, ուրիշ գրուպայով կլինի եւ այլն։ Հաջորդը namespace։ Հիմա project-ը երկու ֆայլերով այսքանը դեռ բավարար է, որ կառույցը ինչպիսի երկու տեղերում է գտնվում եւ ինքը միանշանակ մաս է կազմում .NET-ի եւ միանշանակ project-ային մտածելակերպն է Q# կլինի մասնակի քվանտային համակարգչի համար կամ cloud-ում գտնվող քվանտային սերվիսի համար, իսկ ինչ է namespace-ը, պարզել ենք եւ դրա մասին նորից եւս մի անգամ կասենք։ Namespace մենք հայտարարում ենք, բայց այլ namespace-ներ open-ով են կանչում։ Library open, նույնիսկ մեզ մոտ կա namespace, անունը դրել ենք my quantum, ենթադրենք կետով է առանձնացնում .NET-ի, C#.NET-ի dot բառն է, այս dot նշանակում է հիերարխիայի տակ մտնել, domain սիստեմայից է վերցրած, ուղղակի դա .NET-ի կատեգորիա է։ Մեզ մոտ ինչ է, եկեք ծրագիրը մենք միանգամից նայենք կամ աշխատացնենք նոր նայենք, խնդրեմ։ Եթե ես իրան control F-ին կտամ, entry point կտա, երկու հատ my ուրեմն quantum կտա։ Նայենք ծրագիրը։ Կամ այստեղ նայենք։ Ինչ ունենք, entry point ունենք, operation անունը կարևոր չի, ոչինչ չի վերադարձնում։ Մի հատ entry point տվեց, բայց ինձ պետք էր այս namespace-ը, որ իմ ծրագիրը entry point-ը կա, կարող եմ այլ namespace-ներ մտցնել։ Այո, շատ նման է .NET-ին, եւ շատ լավ է, որ համաձայնություն կա,
Այո, ես կարող եմ այդպիսի բան վերցնել, ուղղակի դուք պետք է իերարխիան պահեք։ Եթե իմ անունը namespace-ա my quantum, անպայման պետք է նշեք ճանապարհը եւ ֆունկցիայի անունը։ Հիմա, եթե ես այս ճանապարհը նշում եմ եւ ֆունկցիայի անունը նշում եմ, գալիս է այս ֆունկցիա, էլի unit, այսինքն void, ոչինչ չվերադառնով եւ message է տալիս։ Այս դոլարով կամ այս նշանով message-ը նշանակում է կարող եք փոփոխականներ էլ ցուցադրել։ Սա նշանակում է միայն message-ա, դուք չեք կարող փոփոխականի արժեք ցուցադրել։ Այս երկուսի փոքր տարբերությունները։ Ինչ է ստացվում։ Եթե ես հիմա այս FF աշխատացնում եմ, ապա ես կարող եմ ուրեմն աշխատել իր հետ։ Հիմա, եթե ես իրան, ինչու է F-ը աշխատում։ Միանշանակ, որովհետև ISM 1-ը գրված է։ Ուրեմն, քանի որ ինձ մոտ namespace-ում quantum գրած է անունի տարածք, ապա ես չեմ կարող, ես կարող եմ ավելի շուտ միանգամից առանց անունի տարածքի։ Այսինքն, եթե ես ցանկանում եմ իրեն աշխատացնել, ուղղակի կարող եմ կանչել, եթե ես սա հանեմ այս վարքյանին, այսա չի աշխատի, որտեղ ինքը անունի տարածքը չգտավ, բացարձակ նմանա C#.net-ի տեխնոլոգիաներին։ Շատ լավ, եւ այստեղ մի հատ եւս փոքր բան, ենթադրենք ես ցանկանում եմ անուն դնել եւ փորձեմ այս open my quantum as is xx, այսինքն ես սրան հիմա կոմենտ կանեմ, սա էլ է թույլատրում անցել ենք C#-ից, հղումն է նաև նշում բացի վերագրումը տիպերի ներկայացման կամ օբյեկտների ներկայացման կամ ֆունկցիաների կամ օպերացիաների ներկայացման։ Ինչևից է, եթե ես այսպիսի արտահայտություն անեմ, S-ը դա ուրեմն վերադարձնում է հղման տեխնոլոգիա, կարծես հասցեն ցույց է տալիս կամ ասում է այս հասցեով աշխատիր հետ։ Այս տեխնոլոգիան նմանացրած է C#-ում աշխատելու հետ կամ այնտեղ օգտագործված S-ի միջոցով, այնտեղ is-ել կա, եթե մենք դա տիպերի վերափոխարկման տեսակետից ցանկացել ենք անցնել։ Հիմա namespace-ը ոնց որ շատ նման է, առանձնապես շատ բան չկա այստեղ ասելու, եւ մի հատ նայենք namespace-ների ինչպիսի խումբ կա։ Այ մեզ մոտ լինում է այս անունի տարածքը, Canon-ը լինում, Diagonal Measurement-ը լինում։ Եթե դուք ուզում եք, ասենք, չափել բոլորը, խնդրեմ, այս անունի տարածքը վերցեք։ Մաթեմատիկայում եթե պին եք օգտագործում կամ սինուսը, array զանգվածների տեխնոլոգիա, զանգված ինքը վերցնում է, բայց array-ների տեխնոլոգիան կարող եք տալ։ Առանձին ինքը random տեխնոլոգիա ունի, logic տրամաբանություն ունի, կարող եք սիմվոլների հետ աշխատեք, կարող եք string-ի հատուկ մանիպուլյացիաների հետ աշխատեք, օրինակ կոնկատենացիա վերցնեք, split վերցնեք, ինչևից է հիմնականում այս ինստրուկցիաները, ինստինկտը, օրինակ message-ը այստեղ է, որքան գիտեմ գտնվում։ Canon-ը հատուկ օպերատորային գործողություններ են, դիագնոստիկան հատուկ օպերատորային գործողություններ են, ինչևից է, եթե որևէ տեղ դժվարանաք, ինչպիսի տեսք ուներ այդ open-ը, այդ անունի տարածքը, ուղղակի նրտեք այստեղ, նմանությունը տեսեք, փորձեք կոմենտով կամ հանել, կամ ավելացնել այդ հնարավորությունը։ Ինչևից, եթե ամփոփենք, անունի տարածքը շատ նման է C#.net-ի անունի տարածքին, այսինքն մնացած լեզուներին, տեխնոլոգիան կիրառվում է ինկապսուլյացիայի ձևերից մեկն է, օբյեկտ-օրիենտիվ միտք է դա։ Ֆունկցիոնալ ծրագրավորումը նույնպես օպերացիայով եւ ֆունկցիայով, էլի ինկապսուլյացիա, այսինքն ֆունկցիոնալ տեսակետից փակել, կանչել, ստանալ, կանչել, այսինքն կանչել, արդյունք ստանալ տեխնոլոգիան ինկապսուլյացիայի, այսինքն կոդը ինկապսուլացվում է որևէ մի ֆունկցիայի մեջ, դա namespace-ներով տարանջատող միջոց է։